Ես իրականում հարց պլանավորել եմ, բայց ես փուլում չեմ հարցնի, նախագահությանը կհարցնեմ։ Առավոտյան կարծես թե քննարկում ենք, որ հնարավորինս սահմանափակենք ելույթները, բայց մաքսիմալ մեծ քանակությամբ հարցադրումներ գրանցվեցին, այսինքն ընդհանուր պայմանավորվածությունը ինչի մասին էր մեկ, եւ երկրորդը առաջին հանձնաժողովի ղեկավարի ընտրության ժամանակ մեծ հաշվով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ քվեարկությունները կլինեն 12 հանձնաժողովների նախագահների տեխնացուների հարցերի քննարկումից հետո։ Ես հիմա ուզում եմ առաջարկել երկու խմբակցություններին 6 հանձնաժողովի ղեկավարների տեխնացուների քննարկումից հետո անցկացնել մի ընտրություն եւ հետո հաջորդ 6-ը արդեն կարծում եմ նորմալ կլինի 6, այսինքն երկու մասի առնվազն բաժանենք։ Մեծ հաշվով երկու բան էի ասում, հնարավորինս կրճատենք նաեւ ոչ միայն ելույթների քանակը, այլ նաեւ հարցերի քանակը, որպեսզի գոնե 2 շաբաթվա ընթացքում այս բոլոր հարցերը ավարտվեն եւ 6 քվեարկություն կազմակերպել։ Տիկին Գրիգորյան, որպեսզի շարունակենք, բայց խնդրեմ կհիմնավորեք, որպեսզի գործընկերները գոնե փաստարկ լսեն։ Միացրեք Տիկին Գրիգորյան խոսքը։ Այդ 6-ի մասը էլի, փաստարկը ո՞րն է։ Դե նախ ամբողջությամբ 6 ունենանք, նաև հասկանանք ընդհանուր տրամադրվածությունը ոնց է, քվեարկություններն ինչպես են անցնում, նոր առաջադրումների անհրաժեշտություն լինում, չի լինում, ֆրակցիայի ներսում քննարկումների անհրաժեշտությունը առաջանալու։ Այսինքն, երբ որ 12-ը միանգամից նոր հարցեր են առաջանում, որոնք կարող է ոտքի վրա հնարավոր չլինի ամբողջությամբ քննարկել եւ իրականացնել։ Ես կարծում եմ կես ժամվա 40 րոպեվա խնդիր է։ Հասկացա ձեր փաստարկը։ Նախ Տիկին Գրիգորյան, դες հարց չի, պարոն Ֆարմայան, ձեզ եւ ավելի շատ ինձ է։ Տիկին Գրիգորյան, եղել է ընդհանուր ոնց հասկանում եմ ընկալում, որ լավ կլինի ելույթները քիչ լինեն, բայց պայմանավորվածություն որպես այդպեսին ոնց որ թե չեղե, ու սա ելույթները չեն, սա հարցերն են։ Մյուս մասով, խնդրեմ, ես խոսք տամ խմբակցության ղեկավարները թող արտահայտվեն, պարոն Կարապետյան, խնդրեմ։ Նարեկ Կարապետյանի խոսափողը միացրեք։ Տիկին Գրիգորյան, մենք դեմ չենք։ Տիկին Մանավազյան, հարցը հետևյալն է, ուժեղ Հայաստանը դեմ չի, իսկ Տիկին Գրիգորյանը առաջարկում է հետևյալը, ասում է, չնայած մենք ի սկզբանե պայմանավորվել էինք, որ 12 հանձնաժողովի նախագահի տեխնացությունները կքննարկենք, հետո 1 քվեարկություն կանենք, առաջարկում է անել կես-կես։ Ես կարծում եմ մենք պետք է մնանք մեր սկզբնական որոշմանը եւ վերջում կքվեարկենք, քվեարկությունը կկազմակերպենք։ Ինչ վերաբերում է ելույթներին, ես էլի կողմ եմ, որպեսզի կանոնակարգենք եւ ելույթները այդ թվում, բայց լավ կլիներ նախապես ընդդիմության տեխնացուներին իմանայինք, որպեսզի մենք անակնկալի չգայինք այստեղ եւ այսքան հարցեր չգրվեինք։ Հետաքրքիր տարբերակ է։ Տիկին Գրիգորյան, քանի որ կոնսենսուս չէ, ես հիմա խոսք չեմ տա որ բան չծավալվի քննարկում։ Ես ոնց հասկանում եմ կոնսենսուս չկա, իսկ սկզբում եղել է նախնական կոնսենսուս, որ վերջում քվեարկենք եւ քանի որ կոնսենսուս չկա, պետք է այդպես էլ առաջ շարժվենք։ Բայց ես եթե դեմ չեք, կարող ենք օրինակ ընդմիջմանը կամ նիստի ավարտից հետո 3 խմբակցությունների ղեկավարով եւ ես քննարկենք, գուցե գտնենք ճանապարհ, այսինքն կրճատելու ամեն ինչ։ Որտեվ համաձայնեք բաներ կա, որ իրար մասին չգիտենք, պլանների, դա էլ է խանգարում կրճատելուն։ Եթե դեմ չեք, նիստի ավարտից հետո կարճ քննարկում ունենանք, թեկուզ ստեղ դահլիճում։ Տիգրան Գալստյանը հանել, Լևոն Քոչարյան։